Վերնատուն Հանրային ռադիոյի եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում, Facebook սոցիալական հարթակում ու նաև YouTube-յան հարթակում մեզ դիտողներ։ Օգոստոսի 21-ից 28-ը Սպիտակում եւ Երևանում մեկնարկում է Ֆիեսկո արդի արվեստի եւ հոգեվոր ֆիլմերի 13-րդ փառատոնը, որտեղ միահյուսվելու են կինոն, թատրոնը, լուսանկարչությունը, երաժշտությունը ու որ ամենակարևորը թերևս մարդկային շփումները։ Այս տարվա ծրագրի կարևորագույն իրադարձություններից բացառիկ համերգ տոտալ մթության մեջ նախագիծն է։ Իսկ թե ինչ է իրենից ներկայացնելու այս նախագիծը ու առհասարակ փառատոնային ծրագիրը, մենք այսօր կխոսենք փառատոնի կազմակերպիչների հետ, ում այս պահին սիրով ողջունում եմ մեր տաղավարում։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ներկայացնեմ հյուրերին՝ Ֆրեսկո փառատոնի նախագահ Շահեն Նազարենկո եւ երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի տնօրեն, փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավիրելու։ Ֆրեսկոն 13 տարեկան է, բավականին երկար այսպես ժամանակաշրջան է անցել եւ շատ հետաքրքիր է թե ինչ որ գաղտնիք կա, որ փառատոնը այսպիսի հետաքրքիր երկարատև ընթացք է ունեցել։ Տասնամյակ գուցե ավել։ Փառատոնը շատ հետաքրքիր պատմություն ունի, ի սկզբանե այդ գաղափարը ծնվեց, երբ մեր կողքին մենք տեսնում էինք շատ ուժեղ մարդկանց, ում մոտիվացնել էր հարկավոր եւ հարթակ տալ, որպեսզի ստեղծագործեն, միավորվեն եւ այս փոքր պրոյեկտը գնալով տարեցտարի մեծացավ եւ այսօր նաեւ հնարավորություն ենք ունենում մեր ձևաչափը ներկայացնելու արտերկրում հրավերներ ենք ստանում։ Կարծում եմ գաղտնիքը նա է փառատոնի, որ այն բաց է եւ սա այսպես կազմակերպիչների փառատոնը չի, այ փառատոնը կայացել է, մեծացել է ընկերների կամավորների շնորհիվ, ովքեր յուրաքանչյուրը իր լուման ունի այս փառատոնում, թե նախագծերում, թե օգնության հարցում եւ նաեւ շատ կարեւորում ենք մարզային ծրագրերը, որտեղ որ ամեն տարի այսպես մեծ բանակ է հավաքվում փառատոնի շուրջ։ Մարզային ծրագրերը նույնպես խթանում է, որպեսզի փառատոնը երկարատև կյանք ունենա, այո։ Կարող եք հաստատել։ Այո, իհարկե։ Դուք հավելելու բան ունեք։ Ոչ, Աննան ամբողջությամբ գրագետ ձևով Շատ լավ։ Շատ լավ։ Եկեք ծրագրի մասին խոսենք, ինչ է իրենից ներկայացնում այս տարվա ծրագիրը, ինչով է այն առանձնահատուկ։ Ես կուզեի, որ սկզբից ճիշտ ասած Աննան ներկայացնի, թե ինչ է իրանից ներկայացնում այս փառատոնը։ Շատ լավ, փառատոնը, ինչպես նշեցիք, ֆիլմերի եւ արդի արվեստի ներառական ուղղվածության փառատոն է, շատ կարեւորում ենք խոցելի խմբերի ինտեգրումը եւ փառատոնը իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ, իրականացնում է մեր երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը, հենց կենտրոնը ապահովում է շուրջ 980 երեխայի անվճար գեղարվեստական կրթություն տարբեր խմբակներում եւ մեզ համար շատ կարեւոր է մշակույթի միջոցով մոտիվացնելու առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մարդկանց, ցույց տալու իրենց մեծ ներուժը եւ կոտրելու կարծրատիպերը եւ բայց սա շատ այսպես մենք փորձում ենք ծրագրերի միջոցով, ֆիլմերի միջոցով իրականացնենք, դրա համար ֆիլմերը շատ մեծ ուժ ունեն արվեստի մեջ, որոնք որ ցույց են տալիս այդ պատմությունները, մենք հրավիրում ենք հերոսների հենց ֆիլմի, ովքեր պատմում են իրենց դժվարությունները, անցած ճանապարհը, հաղթանակները եւ նաեւ մյուս արվեստի գործերը, նաեւ այս տարվա ծրագիրը հենց կազմվել է փառատոնի սկզբունքների հաշվի առնելով։ Ինչ սկզբունքներ ունի փառատոնը, դե եկեք այդ մասին խոսենք։ Փառատոնը սկզբունքներն են մարդասիրական արժեքներ տարածող արվեստի յուրաքանչյուր նմուշ, դրանք են այդ 30 ֆիլմերը 10 երկրերից, որոնք կցուցադրվեն եւ նաեւ մենք օրինակ անցած տարի այսպիսի հետաքրքիր նախագիծ արեցինք, որտեղ որ լսողության խանգարումներ ունեցող երիտասարդներն էին վարում փառատոնը, բացման արարողությունը եւ թարգմանություն էր գնում։ Սովորաբար մենք միշտ
խոցելի խմբերը հարմարվում են միջավայրին, այս դեպքում հակառակը եղավ եւ շատ հնարավորություն եք տվել իրենց դրսևորվելու հնարավորություն դրսևորելու եւ նաեւ հանրությանը ցուցադրելու, որ սա գեղեցիկ շատ մշակույթ է, ժեստերի այդ ամբողջը մեր գլխի կարծրատիպերն են, որ շատ գեղեցիկ է ժեստերի լեզուն, նաեւ մեր երեխաները երգեցին, հա, ժեստերի երգչախումբը եւ այս տարի եւս այդպիսի հետաքրքիր նախագծեր են կառուցել, որպեսզի մարդիկ տեսնեն, որ այո, եթե մենք յուրաքանչյուրս ունենք մեր ուժեղ եւ թույլ կողմերը, եթե մենք հնարավորություն տանք դրսևորելու այդ ուժեղ կողմերը, կհասկանանք, որ այո, աշխարհը գեղեցիկ է հենց իր բազմազանությամբ եւ ամբողջ փառատոնի գաղափարը դրա շուրջ է, կարելի ասել, կառուցվում այդ ներառականության սկզբունքներում ավելացնեմ, որ այդ հնարավորությունը մենք 13 տարի է տալիս ենք։ Փառատոնի հիմքը մեր կամավորներն են, մենք որպես կազմակերպիչ ենք, ոչ թե որպես նախագահ եւ որպես գեղարվեստական ղեկավար, եւ առաջին իսկ օրվանից մեր ներուժը եղել են մեր կամավորները։ Այսինքն կամավորների հիման վրա է ստեղծվել։ Այո, եւ կամավորները, մեր կամավորները դա տարբեր մանկատների երեխաներ են, դա տարբեր խոցելի խմբի երեխաներ են եւ իրենք միավորվելով մենք ստեղծեցինք այս փառատոնը, այդ գաղափարը մոտավորապես այդպես է ծնվել եւ մեր պրոյեկտներից տարբեր պրոյեկտներ, որ ասեմ, դուք արդեն կպատկերացնեք, մենք արել ենք եւ բացօթյա օպերա, Անուշ օպերան, որտեղ որ ներառված էին մանկատան երեխաներ, մենք արել ենք տարբեր համերգներ, որտեղ որ կույր երգիչներ են մասնակցել տարբեր եւ այս փառատոնում ձեզ ասեմ, որ ասենց ինքը Աննան ճիշտ ասում, ձնագնդիկի նման մեծ փառատոն է, որտեղ որ բոլորը միավորվում են եւ փորձում են մասնակցել եւ ինչ որ մի ձև ներդրումն ունենալ, օրինակ եթե մենք անում էինք վրանային ջամբար, տարբեր տարիներ արել ենք եւ այդ ավանդույթը մեզ մոտ էլի կշարունակվի, օրինակ վրանային ջամբարը բաժանված էր պարտականությունների, որտեղ հենց իրենք աշխատում էին կամավորները եւ տեսնում էին թե հյուրերը, թե մյուսները, որ այո, այս երիտասարդները, երեխաները ունեն մեծ ուժ, կարող ուժ են եւ երբեմն ավելին, քան մենք կարծում ենք, եւ սա լավ հնարավորություն էր առանց ճնշող պարտադրանքի ճանաչելու իրար, որովհետեւ մենք շատ դեպքերում պիտակավորում ենք, վախեր ունենք չճանաչելով, բայց երբ որ մի հարթակում մի քանի օր երեխաները, երիտասարդները ստեղծագործում են, ճամբարում մնում են, միասին ֆիլմեր են դիտում, դու կարող ես կողքից տեսնել, որ այդ, հա, միանգամից կոտրվում են այդ վախերը, կարծրատիպերը եւ իրենք ընկերանում են եւ սա մշակույթը լավագույն, հա, ձևերից է հենց այդ մարդասիրական արժեքները տարածելու, այդ հաղորդակցվելու, առանց, գիտեք, երբեմն երբ որ մենք ուղիղ խոսում ենք սեմինարների միջոցով շրջակա միջավայրի հարմարեցման մասին, այդ, հա, հանդուրժողականության մասին, բայց երբ որ արդեն պրակտիկայում իրենց շփվում են, ստեղծագործում են, այլ խոսքերը ավելորդ են, որտեղ իրենք արդեն միջև կյանքի վերջ հասկանում են, որ իրենց դիմաց իրենց նման երեխա է, մեծահասակ է, պարզապես ունի իր ուժեղ եւ թույլ կողմերը, ինչպես նշեցի, մեր ճամբարները ամեն տարի, որ մենք անում ենք երեխաների հետ, երբեմն սայլակով երեխա կլիներ, միջև մենք որոշում ենք ինչպես տեղափոխենք եւ այլն, երեխաները հենց իրենք էին օգնում, միանգամից նախաձեռնում եւ սա բնական վիճակ է, ես կարծում եմ նույնիսկ պետք է գա ժամանակ, որ մենք այս բառը հանենք, ներառականություն եւ այլն, սա պիտի լինի բնականon վիճակ քաղաքակիրթ երկրի համար։ Ես կարծում եմ այդ արժեքները պիտի շուրջ կլոր տարին մեզ ուղեկցեն, ոչ միայն փառատոնային այդպես ժամանակահատվածում, այլ առհասարակ եթե փառատոնը հնարավորություն ունի այդպիսի արժեքներ տալու մարդկանց, հատկապես երեխաների միջավայրում եւ դա դառնա կյանքի նորմ, դա հրաշալի ուղղակի կլինի։ Իդեպ ասեմ, որ մենք ոչ միայն փառատոնի շրջանակներ, մենք կլոր տարի աշխատում ենք տարբեր երեխաների հետ եւ փառատոնի շրջանակում եւ փառատոնից դուրս։ Այսինքն մեր այդ աշխատանքը ամբողջ տարին է։
կլոր տարին է, ոչ տարբեր ծրագրերի, միջոցառումների, այո, շնորհիվ։ Իսկ առհասարակ ֆրեսկոյի այդ փառատոնային այս մոդելի օրինակը կա ընդհանրապես միջազգային հարթակներում, թե սա այստեղ է ստեղծվել։ Գիտեք, ի սկզբանե մենք ուզում էինք ստեղծել հոգևոր փառատոն, որտեղ որ կներկայացնենք սոցիալական ֆիլմեր, մարդասիրական ֆիլմեր, որոնք որ կոմերցիոն նպատակ չունեն, եւ խրախուսեինք նմանատիպ ֆիլմերի արտադրանքը, որովհետեւ ժամանակակից աշխարհում ագրեսիան եւ այդ ինֆորմացիան այնքան շատ է տեղեկատվությունը, ցավոք սրտի այսօր համացանցը եւ այլ տեղերում միանգամից այսպես կարելի ասել տանում է երիտասարդությանը, երեխաներին, եւ մենք մտածեցինք ինչպես անել, որպիսի հա կարևոր թեմաների շուրջ կարողանանք փոխանցենք երիտասարդությանը եւ ուսումնասիրեցինք, տեսանք, որ կան նմանատիպ փառատոններ Եվրոպայում, ամբողջ աշխարհում։ Պարզապես հա Շահենը, քանի որ նաեւ մասնագիտությամբ դիզայներ է եւ հետաքրքիր նորարարական լուծումներ ունի, այս ձևաչափը ինքը ստեղծեց, որտեղ որ ժամանակակից հա գույներով, ձևերով կկարողանաս հետաքրքրել այս թեմաների շուրջ։ Դրա համար իսկ ամեն տարի ֆիլմերից առաջ մենք անում ենք հետաքրքիր համերգային ծրագրեր, որտեղ որ երիտասարդությունը հավաքվում է եւ դրանից հետո ցուցադրում ենք այդ ֆիլմերը էլի հետաքրքիր ձևերով, բարձերը, կարևորը թե ինչ հա կերպես այդ ամենը փոխանցում։ Յուրաքանչյուր դետալ այս դեպքում կարևոր է։ Այո, որպեսզի հետաքրքրի, այո, կան նման փառատոններ, գործընկեր փառատոններ։ Եվ հետո դա նաև գուցե ճաշակ է ձևավորում։ Այո, իհարկե կարելի է շատ կարևոր բաների մասին խոսել, բայց շատ հարմարավետ եւ հետաքրքիր միջավայրում, որպեսզի երիտասարդների, այսպես ասած, ճակերտմեջ լեզվով խոսես եւ իրենց հետաքրքրես։ Կարծում եմ այս առումով ֆրեսկոյի հաջողություններից մեկը հենց դա է, այն հա հետաքրքիր լուծումները, որովհետև մենք ամեն տարի համերգները ինչ որ հետաքրքիր անակնկալներով ենք անում, օրինակ կարող ենք համադրել դասականը ռոքի հետ երկու բեմ լինի զուգահեռ եւ այս առումով կարծում եմ ռոք համերգ Մայրաթորի բակում արեցինք, ունեցել ենք այդպիսի փորձ, մենք Անուշ օպերան ներկայացումը երկար տարիներ Լուսահոգի Շահվերդյանին համոզելուց հետո բերեցինք Երևան բացօթյա բեմ, այս տարի մենք հայոց թագուհիները ներկայացումը Հորովել երկի Պարիվանաձորի անսամբլի այո տիրուհիները ներկայացումը հենց բացման էլի բացօթյա բեմ մենք անում, փորձում ենք միշտ ինչ որ էքսպերիմենտներ անել, որտեղ շատ լավ, իսկ ինչպես են ընտրվում, ասենք մասնակիցները, ասենք նույն խմբերը, համերգային խմբերը կամ ֆիլմերը, որոնք ցուցադրվում են, կա ինչ-որ սկզբունք, որով դուք ընտրություն եք կատարում։ Այո, իհարկե, յուրաքանչյուր արվեստի նմուշ մեր սկզբունքներն են, նպատակներն են փառատոնի, որը որ կարևորում է ընտանեկան արժեքները, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, նաև անդրադառնում է սոցիալական խնդիրներին, բնապահպանությանը եւ պատահական չէր հենց տիրուհիները ներկայացումը, որը արժևորում է կնոջ ուժը, հա, հայկական հենց պատմական այն 5 թագուհիները, ովքեր մեծ ներդրում են ունեցել ազգային մշակութային ժառանգության մեջ, այսպիսով շատ դեպքերում մենք երբեմն ինքնաճանաչողության խնդիր ունենք եւ սա տիրուհիները որքան հասկացա այս տարվա ծրագրի այո, այս տարվա ծրագրի մասին են եւ ֆիլմերն է, երբ մենք հրապարակում ենք մեր հայտերը, այնտեղ նշված է թե ինչ կատեգորիայի, ինչ տեսակի ֆիլմեր կարող են ընտրվել եւ այս տարի հատկապես մենք ուշադրություն ենք դարձրել, կարելի ասել նվիրել ենք ներառականությանը մոտիվացնող ֆիլմեր, ընտրվել են, մենք ունենք նաեւ գործընկեր փառատոն Չեխիայում մարդու իրավունքների միջազգային դոկումենտալ ֆիլմերի փառատոն է, շատ մեծ փառատոն է, շուրջ 3000 կամավոր է աշխատում փառատոնի շուրջ եւ այնտեղ նույնպես նույն սկզբունքն է այդպես գործում։ Այո, կարելի ասել եւ մենք ունենք հյուր փառատոնի ծրագրերի ղեկավարը, ով նաեւ մեզ կսովորեցնի այսօր արհեստական
երաժշտական բանականության միջոցով ինչպես կարողանանք հարմարեցումներ ստեղծենք փառատոնների մշակութային իրադարձությունների ժամանակ ներգրավելու առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին եւ շատ լավ, քանի որ դուք արդեն սկսեցիք կամաց ծրագրին անդրադառնալ այս տարվա, եկեք այսպես կետ առ կետ անդրադառնանք, եթե հնարավոր է, կարևոր շատ նշանային ծրագրերին, որի մասին ես հենց սկզբում էլ ասացի, դուք ունեք նաև բացառիկ մի նախագիծ, որ այդ համերգային ծրագիրը որքան հասկացա։ Այո, այս տարի մենք անում ենք համերգ տոտալ մթության մեջ, եւ սա եւս հետաքրքիր փորձառություն է։ Սովորաբար տեսողության խնդիր ունեցող անձանց մենք ենք ինչ որ անծանոթ միջավայրում փորձում ուղեկցել, հարմարեցումներ ստեղծել, այս դեպքում հանդիսատեսը կգտնվի հակառակ իրավիճակում, տեսողության խանգարումներ ունեցող անձիկ կուղղորդեն։ Այո, հանդիսացին սա միջազգային փորձ է, մենք ունենք գործընկերներ, ովքեր նաև օգնել են մեզ այս հարցում, եւ սա բացառիկ մթություն է, մեր ճանաչած մթությունը չի, որտեղ որ յուրաքանչյուր լուսային ինչ որ սարք կարգելվի եւ մեր կամավոր գործընկեր տեսողության խանգարումներ ունեցող անձիկ կուղեկցեն մեր հանդիսատեսին եւ նաեւ զգացողության առումով հետաքրքիր փորձառություն է, երբ որ դու գտնվում ես նման միջավայրում, նախ սկսում ես արդեն հասկանալ, որ ինչպես պետք է վարվես դու, երբ որ քո կողքին կա մարդ, ով կարիքն ունի ուղեկցության, քո օգնության, այս մարդասիրական առումով ելնելով եւ կարելի ասել հոգեբանական, որովհետեւ երբ մարդ հայտնվում է մթության մեջ, երաժշտության անցալումը արդեն լրիվ ուրիշ է, նաեւ քո մտքերն է սկսում այսպես այլ կերպ նայել, զգացողությունները արժևորել այն ինչ ունես, կարելի ասել, այո, կարելի ասել, իսկ ինչ երաժշտություն է լինելու, ասենք մթության մեջ ինչ են լսելու մարդիկ։ Սա մենք փորձեցինք գաղտնիք պահել, այո, անակնկալ, ասեմ շատ սիրված հայտնի երաժիշտներ են լինելու, բայց սա էլ անակնկալ կլինի համերգի վերջում արդեն կբացահայտվի եւ որոշ հատված արդեն կլինի լույսի ներքո, բայց ոչ դահլիճում։ Երկու, այսինքն տարածքում երկու լոկացիայում տեղի կունենա համերգը։ Շատ լավ, այդտեղ նաեւ պրեմիերաներ են սպասվում, նոր ֆիլմերի հետաքրքիր, որոնք գուցե միջազգային հարթակներում ցուցադրվել են եւ հաջողություններ են ունեցել։ Այո, մենք ֆիլմերը ընտրում ենք այնպիսի ֆիլմեր, որոնք որ նախ միջազգային կարելի ասել ձևաչափի են, բարձրակարգ նկարված ֆիլմեր են, որոնք որ դեռ չեն ցուցադրվել համացանցում կամ այլ տեղերում, որտեղ այդ հնարավորություն ունենք երկու անգամ ցուցադրության փառատոնի շրջանակում, կցուցադրվեն այդ ֆիլմերը եւ նաեւ կուզեմ անդրադառնալ, որ ֆրեսկոն կարևորում է շատ մարզերի ակտիվությունը, մենք այս տարի ընտրեցինք Սպիտակ քաղաքը, դա եւս պատահական չէր, մեր կառույցը։ Իմ հարցերից մեկը հենց դա էր։ Ստեղծագործական կենտրոնը մենք ունենք նաեւ մասնաճյուղ Սպիտակում, շատ ուրախ ենք, որ նաեւ մեր երեխաները կընդգրկվեն Սպիտակի, նաեւ Լոռու մարզում Վանաձորի եւ Ստեփանավանի, եւ շնորհակալություն ենք հայտնում համայնքապետարանին այս աջակցության հյուրընկալության համար։ Իսկ պատահական չէ, ինչ նկատի ունեք։ Այն առումով, որ պետք է ակտիվացնենք մենք այն քաղաքները, որտեղ դրա կարիքը կա, որովհետև սովորաբար համայնքներում իրականացվում են այն մեծ մարդաշատ քաղաքներում, իսկ այստեղ կա շատ գեղեցիկ զբոսայգի, որը որ հենց առաջի միջոցառումը ֆրեսկոն կլինի վերանորոգումից հետո, եւ մենք այսպես աշխատում ենք այդ ուղղությամբ եւ բոլորին հրավիրում ենք Սպիտակ, որպեսզի այս բացօթյա միջոցառմանը գեղեցիկ իրադարձությանը մասնակցեն, կլինի ինչպես նշեցի հորովել երգի անսամբլը, որից հետո կլինեն ֆիլմերի դիտումներ, հաջորդ օրը սիրված Ethno Colors բենդը կլինի եւ հաջորդ օրը ամբողջ օրը կլինեն ֆիլմերի դիտում։ Ընդ որում մենք հյուր ունենք, որը որ մյուս օրը ինտերակտիվ ծրագիր կանենք Բրիկմանի մանկական ոչ մանկական
հայտնի ձևաչափը, որը որ հեռուստահաղորդում է բավականին հայտնի, մենք երրորդ օրը այդպիսի մի համացանցում ինքը իսրայելացի լուսանկարիչ լրագրող Դմիտրի Բրիկմենն է, ով ճանաչված է իր ֆոտոթարգմանություններով, ինչպես նաև մանկական ոչ մանկական հարցերով, որտեղ հանրահայտ մարդիկ պատասխանում են երեխաների տված հարցերին, արդեն որպես մեծ Այո, ամբողջ աշխարհից հավաքում է երեխաների հարցերը, մանկական հարցերը եւ տալիս է ոչ մանկական մարդկանց։ Ինչպես է այդ ծրագրերը հետաքրքիր են ընտրում, մեկը մեկից հետաքրքիր են։ Ամբողջ տարի աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք ինչ որ նոր ծրագրեր, հետաքրքիր ծրագրեր, որոնք որ մարդկանց մտածելու առիթ կտան, որը նաև գուցե տարիքային սահմանափակում չի ունենա, այո, ընտանեկան փառատոն։ Այո, որովհետև ինտերակտիվ մեր հանդիպումը լինելու է ինտերակտիվ բեմից, այսինքն այդ մանկական ոչ մանկական հարցերը մենք փորձելու ենք բեմից ինքը կանցկացնի այո հանդիսատեսի հետ։ Շատ լավ, փառատոնի շրջանակներում ես որքան հասկացա, կա կինո, թատրոն, լուսանկարչություն, երաժշտություն, այս բոլոր ժանրերը արվեստի մշակույթի դուք ներառել եք, ինչպես եք կարողանում դրանք համատեղել եւ ինչ խնդիր եք դուք ձեր առաջ դնում նախ եւ առաջ։ Առաջնային, գիտեք, երբ որ դեռ մենք տարիներ առաջ Formica Production-ում տարբեր ծրագրեր էինք իրականացնում, մենք հասկանում ենք, որ կադրից դուրս մարդիկ շատ կարիք ունեն միմյանց հետ շփվելու, արվեստի շուրջ զրուցելու եւ շատ դեպքերում մենք մեկս մյուսին չենք ճանաչում։ Պետք է ստեղծել այդ հարթակը, որտեղ այդ հնարավորությունը կլինի, թե կլինի կամավոր, թե կլինի հանրահայտ մարդ, որտեղ ստեղծենք այդ հետաքրքիր, արվեստասեր միջավայրը եւ մենք ավելի շատ ընտրում ենք այն հետաքրքիր, ինչպես դուք նշեցիք, մենք յուրաքանչյուր արվեստի նշույլ, որը որ կհետաքրքրի մարդկանց եւ առիթ կստեղծի շփվելու, հարցեր բարձրացնելու եւ բաց է փառատոնը, դա կարող է լինել ցուցահանդես, երգ, պար, այո, մենք նաեւ ունենք ներկայացում Գյումրու երիտասարդական թատրոնն է, Պարուհի ներկայացմամբ, որը եւս ներառական բաղադրիչ ունի։ Իդեպ նշեմ, որ հենց թատրոնի ուրեմն ներկայացուցիչները հանդիսանում են նաեւ մեր կենտրոնի մանկավարժներ, ովքեր ամբողջ տարի մեր երեխաներին ներառում են տարբեր միջոցառումների եւ իրենց ներկայությունն է պատահական չի, սա այն հարթակն է, որտեղ որ մենք միավորվում ենք ու փորձում ենք ինչ որ հետաքրքիր ծրագրեր ստեղծել միասին։ Շատ լավ, շատ հրաշալի է ընդհանրապես հումանիտար արժեքներ ներկայացնել, հումանիտար արժեքներ քարոզել, ինչի կարիք է այսօր մեր հասարակությունը, մեր ժողովուրդը շատ ունի եւ շատ կարեւոր է նաեւ ձեզ հետ խոսել, թե այսօր ինչ բացեր կան, որոնք հենց լրացնում է փառատոնը մեր հասարակության մեջ, մեր կրթական համակարգում գուցե մշակույթի մեր ընկալումների մեջ, որը կօգնի եւ այդ կլրացնի այն բացը, որը օրինակ կա մեզանում։ Կարծում շատ կարևորում ենք մենք, ինչպես նշեցի, ոչ կոմերցիոն ֆիլմերի արտադրանքը, որը որ դուք նաև արտադրում եք ֆիլմեր, մենք նաև Formica Production-ը արտադրում է ֆիլմեր, բայց այս դեպքում մենք ուզում ենք ցույց տալ այն հաջողված ֆիլմերը, որոնք այո, սոցիալական ուղղվածություն ունեն, խոսում են կարևորի մասին, բայց իրենք գտել են աշխարհում իրենց տեղը։ Հայկական թե առհասարակ։ Առհասարակ մենք փորձում ենք խրախուսել հայկական արտադրությունը, ցուցադրելով այդ միջազգային ֆիլմերը, որոնք որ հաջողության են հասել, չէ որ ի վերջո յուրաքանչյուր արվեստ մարդու ներաշխարհի կարգավորման հենց մեր անվանումն է ֆրեսկո, նշանակում է թարմ, այդ տեխնիկան, որ պետք է անընդհատ ֆրեսկոները թարմացնել գույներով, այնպես է մեր հոգիները, ներաշխարհը, ուստի այդ կարիք կա, այո, մեր ներսը կարիք կա թարմացնելու, հենց արվեստը դա լավագույն միջոցներից է եւ մեր արժեվ կարևոր կետերից հենց դա է ֆիլմերի խրախուսումը, առհասարակ հասկանալու, որ նաև հանդիսատեսը մենք թյուր կարծիք ունենք, որ չեմ ուզում ոչ մեկի այսպես վատաբանել, բայց սիտկոմների, սերիալների սիրահար չեն, մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, սովորեցնել մեր հանդիսատեսի։ Գիտեք, մի անգամ մենք Սաղմոսավանքի Բաքում ցուցադրություն ունեինք, դա առաջի տարիներից էր եւ ուշ ժամեր, մենք ամբողջ գիշեր այդ էկրանի վրա
նրա ֆիլմերը պատտվում էին հետաքրքիր, սոցիալական եւ վերջում մարդ չկար, ես ուզեցի անջատեմ եւ մեր գործընկերներից մեկը Մարեկլիսը, ով նաեւ հա դոկտոր է, ինքը դասավանդում է նաեւ Լեհաստանում, Կանի փառատոնի ժյուրիի անդամ է, ասաց երբեք մի անջատեք, որովհետեւ նույնիսկ օդն է փոխվում մշակույթով, կսովորեն մարդիկ, թեկուս մի հոգի կգա, 3 հոգի կգա, 5 հոգի կգա, բայց այս դաստիարակչական աշխատանքն է, հա, մի քիչ կարող է բարձր հնչի կրթական ֆրեսկոն իր առջև դնելու, կրթելու մեր հանդիսատեսին, որը որ կարծում եմ շատ կարիք ունի այս հոգևոր արժեքների, պարզապես պետք է այս նմանատիպ միջոցառումները շատ լինեն տարածվեն, որ հնարավորություն ունենան մեր երիտասարդները։ Կարևորը գնահատել։ Իսկ ինչպես տարածում ունենա, որպեսզի ավելի շատ մարդիկ ներգրավեն, ավելի շատ մարդիկ իմանան այդ մասին, շատ այսինքն այնպես լինի, ինչպես օրինակ մեզանում ոսկե ծիրան փառատոնն է, ասենք օրինակ։ Շատ լավ, տեսեք, եթե ոսկե ծիրանը ավելի մասնագիտական փառատոն է, ֆիլմերի առումով գնահատվում է, եթե ռեժիսուրա, օպերատորական աշխատանք, ֆիլմը որպես արժեք, մեր նպատակը մենք մասնագիտական փառատոն չենք ֆիլմերի, մերը ավելի շատ այստեղ մենք դնում ենք իր ուղերձներին, արժեքային, այո, նույնիսկ մեր ֆիլմերի Գուցե դա ավելի կարևոր է այսօր ես կարծում եմ յուրաքանչյուրն իր տեղն ունի, այո, յուրաքանչյուրն բացն է լրացնում, եւ ֆրեսկոն եկել է լրացնելու այն բացը, մենք որը կարծում ենք կարիքը կար։ Ֆիլմերի թարգմանությունը երբ իրականացնում են ուսանողները, այսա արդեն իրենք առնչվում են նմանատիպ ֆիլմերի, երբ որ կազմակերպչական կամավորական աշխատանքներ են իրականացվում, կամավորները շփվում են մտավորականների, արվեստագետների հետ, այս միջավայրը արդեն ստեղծվում է եւ կարողանում են արդեն մասնակից լինել նման իրադարձությունների, արդեն հաջորդ տարի մեր կամավորները իրենք են ցանկանում, իրենք են իրենց հետ ինչ որ մեկին բերում, այսինքն շատ կարեւոր է թե ինչ ձևով ես դու մատուցում եւ ինչ տարիքային խմբի համար ես, հա, նախատեսում այն միջոցառումները, որոնք որ դու ունես։ Դուք հատկապես ինչ է շտադրման եք եւ ինչ տարիքային խմբի։ Մենք միշտ ասում ենք յուրաքանչյուր տարիքի եւ նախընտրության մարդ կարծում եմ իր միջոցառումը կգտնի ֆրեսկոյի շրջանակում։ Ես որքան հասկացա, դա ավելի շատ ընտանեկան է։ Մենք նաեւ ժամանակակից օրինակ համերգներ ենք իրականացնում, որտեղ որ երիտասարդությունը միշտ լի են գալիս են, այսինքն մենք փորձել ենք այդ կարելի ասել աղցանի պես այսպես պատրաստել, որպիսի այն կարևորը, այն ներառական հոգեվոր ուղերձները հասցնեն։ Ներառականը նաեւ պիտի վերաբերվի նաեւ թե սեռային, թե տարիքային, թե բոլոր առումներով։ Ամեն դեպքում հումանիտար արժեքները բոլորինն են, չէ, առանց որևէ սահմանափակման ինչ որ իմաստով։ Եթե փորձենք ամփոփել մեր զրույցը, ես կուզեի, որ երկու ծրագիր էլ ավելենք, շատ կարևոր, ման երևի թե կներկայացնի։ Այո, երկու լուսանկարիչներ, երկու ծրագրային լուսանկարիչներ ունենք, ովքեր որ դա Բրիկմանի նաև Երևանում մենք մարզայինից խոսեցինք, նաև Երևանում կունենանք 3 վարպետության դաս, մեկը կլինի Յուրի Մեչիտովը վրացի լուսանկարիչ, այսպես ճանաչված որպես Փարաջանովի լուսանկարիչ, ով կներկայացնի Փարաջանովի հանճարեղության արմատները, Բրիկմանը կներկայացնի ֆոտոթարգմանության տեխնիկան եւ դրա նպատակները, դրա շուրջ կխոսի, ինքը հետաքրքիր այսպես ձև ունի ստեղծած լուսանկարչության մեջ եւ նաեւ ինչպես նշեցի Չեխիայից ժամանած մեր գործընկերը, կարծում եմ այդ ծրագիրը բոլորի համար հետաքրքիր կլինի ներառականության ոլորտում։ Շատ լավ, իսկ ինչպես գտնել ձեզ եւ ինչպես միանալ ձեր թիմին, ձեր միջոցառումներին, այ հիմա մեզ լսում են շատերը եւ ոգեվորվեցին, վստահ եմ շատ շատերը կուզենան մասնակցել։ Հասանելի է fresco.am մեր պաշտոնական կայքում, մեր սոցիալական էջերը շատ ակտիվ են, կարող են այնտեղից հետևել, համերգի համար մենք ունենք գրանցման կարգ, որտեղ կարող են եւս մեր էջի պաշտոնական եւ սոցիալական էջերում գրանցվել, եթե դժվարություն կունենան հեռախոսահամար կա։ Օրինակ երևանցիները ինչպես կարող են սպիտակի միջոցառումներին մասնակցել, հնարավոր է արդյոք ինչ որ ձևով այնտեղ հասնելու։ Մեր բոլոր միջոցառումները անվճար են,
բայց տրանսպորտի հետ կապված մենք մարզայինը որոշակի մեր երեխաների համայնքապետարանի աջակցությամբ լուծեցինք, որ Ստեփանավանից Վանաձորից կժամանեն, բայց Երևանից կարծում այսօր տրանսպորտը աշխատում է, հնարավորություն եւ առիթ է արձակուրդները հետաքրքիր մեր բոլոր միջոցառումները անվճար են, բոլորը մուտքն ազատ է, կարող են գալ, հատկապես Լորին այս ամռվա ընթացքում ակտիվ է, օրինակ տուրիստերին էլ հետաքրքիր կլինի, գան եւ այս հետաքրքիր միջոցառումները հայկական մշակույթին դիտեն, թե տիրուհիները եւ թե ամսի 22-ին Ethno Colors միջոցառումը, կարծում եմ, եւ նաեւ կամավորները, ովքեր կցանկանան, չնայած օրերը քիչ են մնացել, բայց մենք կսպասենք իրենց, թող գրեն մեզ մեր պաշտոնական մենք սիրով իրենց կընդունենք։ Ես մի հարց ունեմ, օրինակ, եթե ֆրեսկոին մեկ բառով կամ մեկ զգացողությամբ նկարագրեք, դա որը կլինի, կարող եք այդպես։ Գիտեք, մեր գործընկերը մի անուն է դրի, ասում է ձեր փառատոնը շատ երկար է, ես մի բառով եմ միշտ ինքը մեզ բնորոշում, ասում է բարության փառատոն։ Բարության փառատոն, հենց այդպես մենք բառով։ Ֆեստիվալ Դաբրա, ասում եմ երկարա ձեր անունը, ես իր անունը դրել եմ Ֆեստիվալ Դաբրա։ Շատ լավ, եթե հավելելու որևէ բան չունեք, ուղղակի մեր ռադիոլսողին տեղեկացնենք, որ օգոստոսի 21-ից 28-ը Սպիտակում եւ Երևանում մեկնարկելու է Ֆրեսկո արդի արվեստի եւ հոգեվոր ֆիլմերի 13-րդ փառատոնը։ Ձեզ սպասում են, միացեք, մասնակցեք եւ շատ հետաքրքիր ժամանակ կարող եք անցկացնել, կարծում եմ, սիրելի ռադիոլսողներ, ես վերջում ուղղակի ասեմ, թե ում հետ էի զրուցում, Ֆրեսկո փառատոնի նախագահ Շահեն Նազարենկո եւ երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի տնօրեն, փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյան։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն